Եթերում վերածնունդն է, ես Տարոն Գլակն եմ, բարև ձեզ։ Ես շատ եմ սիրում ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի Ագրավը ստեղծագործությունը և մինչ օրս էլ այն ինձ գրավում է, բայց տարիների հետ սկսում ես ավելի խորը մտածել կարդացածիդ մասին և փորձում ես ի վերջո գրական երգի նպատակն ու իմաստը հասկանալ։ Ժամանակին ես մտածել եմ, թե Էդգար Պոյի ստեղծագործությունները իրական պատումներ են և հեղինակը գրել է իր կորցրած սերերի մասին, սակայն դա այդպես չէ։ Պոն տաղանդավոր հորինող էր, իսկ սիրած աղջկա ողբերգական մահը հուզական թեմա, որը տպավորում, ցնցում էր ընթերցողին։ Բանաստեղծական ոճը, ռիթմերն ու հանգերը, բառերն ու խորհրդանիշերը, այս ամբողջը մի համակարգ էր, որի շնորհիվ Էդգար Պոն ցնցում էր ընթերցողին։ Այսօր մեր քաղաքական գործիչները կարելի է ասել զբաղված են նույն բանով, փորձում են փոթորիկ առաջացնել ձեր մտքերում և ես պատկերացնում եմ, թե որքան խառն են հիմա քո մտքերը, սիրելի հայ մարդ։ Մեկն ամենավերջին գույժն է քեզ մատուցում, մյուսն ամենալավ ապագան է խոստանում, հաճախ երկուսը միասին։ Բայց կա իհարկե պայման, դու պետք է ընտրես հենց իրեն, այդ միակին, որպեսզի քո ապագան լինի պայծառ։ Ինչ անել, ինչպես կողմնորոշվել և վերջապես ինչպես անել, որ նոր ազգային ժողովը հնի կրկնությունը չլինի։ Իսկ հինը մենք հիշում ենք ինչ էր։ Կռիվ, վեճ, դավաճան, թալանչի, թումանյանաբար ասած, էլ անպատիվ անկարգ խոսքեր, էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն։ Ես երբեք անուններով չեմ խոսել, բայց այսօր կխոսեմ անուններով, իհարկե որևէ մեկին չվիրավորելով, դա իմ սկզբունքն է և եթե անկեղծ ես հայհոյախոսելու կարիք չունեմ։ Այս ընտրություններին չեն մասնակցի նախկին նախագահներից երկուսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը։ Սա շատ ողջունելի է։ Տեր-Պետրոսյանն իր անելիքն արել է, կարծում եմ, պետք է գնահատել առաջին նախագահին հմուտ դիվանագիտություն և հաղթական պատերազմ վարելու համար։ Ցավոք սրտի ինքն իր գործը չկարողացավ ավարտին հասցնել ներքին խռովությունների պատճառով։ Եթե ստացվեր, մենք կկարողանայինք լիարժեք գնահատական տալ առաջին նախագահի գործունեությանը։ Այնուամենայնիվ, 29 տարի մենք ապրել ենք խաղաղության մեջ և հաղթողի զգացողությամբ։ Այսօր արդեն կարող եմ վստահաբար ասել, որ մեծագույն սխալ էր Տեր-Պետրոսյանի կողմից 2008 թվականին մեծ քաղաքականություն վերադարձը, քանի որ 1998 թվականին իր հրաժարականով առաջին նախագահը հոժարակամ թե ոչ, ամեն դեպքում իր կյանքի գործը հանձնել էր այլոց։ Այս կամ այն չափով, թե անկախացման, թե հաղթանակի, թե հետագա կյանքի կազմակերպման առումով, շատ թե քիչ, լավ կամ վատ, դերակատարություն են ունեցել նաև երկրորդ և երրորդ նախագահները։ Խոսենք առայժմ երրորդ նախագահի մասին, քանի որ նա նույնպես խելամտորեն վերջապես որոշեց չմասնակցել ընտրություններին։ Լավի համար շնորհակալություն, վատի համար հեռացիր։ Սա է պահանջում ժողովրդավարական մոտեցումը։ Կարծում եմ, երրորդ նախագահի դեպքում հեռացումը ժողովրդավարության հետ այնքան էլ կապ չուներ։ Երրորդ նախագահի հրաժարականը մի քիչ նման էր փախուստի։ Ըստ իս անձը փրկելու ցանկությամբ չէ, որ առաջնորդվում էր Սերժ Սարգսյանը, այլ են մեծ արդյունքը գոնե մասամբ պահպանելու հույս ուներ։ Սակայն երրորդ նախագահը թերևս լավ չէր հաշվարկել, որ իր իսկ ամայացրած ընդդիմադիր դաշտը չունի այն գաղափարական և ազգային ներուժը, որ կարողանա տեր կանգնել այդ առաքելությանը։ Ի վերջո, ձախողումներից ու պարտությունից հետո երրորդ նախագահը փորձեց հայտնի սրբազան շարժման միջոցով վերականգնել 88-ի շարժումն ու ազգային ոգին ու գուցե հավատում էր, որ «Պատրոն Դաշս կապել եմ երգի տակ մեծացած սերունդը» մեկ օրում կդառնա Մայր Արաքսի ափերով երգի կրողը։ Բայց միթե կարելի է մեղադրել ժողովրդին, երբ այդ նույն ժողովուրդը տարիներ շարունակ տեսել է կոռումպացված, այսպես կոչված քրեական մշակույթ կրող պաշտոնյաներ ու պատգամավորներ, բանակը կեղեքող գեներալներ, պաշտոնյաների թմրամոլ երեխաներ, միլիոնանոց մեքենաներով ու ժամացույցներով, չէ՞ որ սրանք բառակապակցություններ չեն, այլ են մորթվող հավատը,
որը մեկ օրում չի վերականգնվում։ Ուրեմն իսկապես լավի համար շնորհակալություն, վատի համար հեռացիր։ Ցավոք սրտի այս պարզ բանը չհասկացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դեռևս շարունակում է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին։ Մարդ, ով ըստիս օլիգարխիկ համակարգի հայրը կարող է համարվել, ու մորոք այդ կաստան մտավ ազգային ժողով, նրանց տրվեցին հեռուստաընկերություններ, կուսակցություններ, բացվեցին, հայկական մշակույթն անկում ապրեց, քանի որ թելադրվեց կիսագրագետ 90-ականներին խորամանկությամբ ու զոռբայությամբ հարստացած օլիգարխիայի ճաշակը, որի ճիրաններից մենք մինչ օրս չենք կարողանում դուրս գալ իրականում։ Գուցե չենք էլ ուզում, քանի որ այդ իմաստով այս իշխանությունը նույնպես չի փայլում։ Բայց առաջ չանցնենք, դեռ կհասնենք Նիկոլ Փաշինյանին։ Եթե Սերժ Սարգսյանն իր սխալների համար իր եւ կուսակիցների շուրթերով բազմիցս ներողություն է խնդրել, ապա Ռոբերտ Քոչարյանը կարծես չի էլ գիտակցել, թե ինչ է արել։ Նա գուցե գոհ է 98 թվականին իշխանափոխություն կազմակերպելու, հոկտեմբերի 27-ի իր իսկ ձևակերպմամբ участковի գործը չբացահայտելու, օլիգարխիային տեր ու տնօրեն կարգելու, մարտի 1-ի ողբերգության քաղաքական պատասխանատվությունը կրելու եւ իհարկե խորհրդանշական առյուծներ սպանելու համար։ Այդ առյուծը մեր ժողովուրդն էր, որ մաքարումով ու տառապանքով որդիներին զոհելով հայրենիքին կարողացավ ի վերջո գլուխը վեր բարձրացնել եւ դուք անխղճաբար մսխեցիք այն ձեր վերոնշյալ քայլերով։ Ինչևէ ցավալին այն է, որ երկրորդ նախագահը մասնակցում է նաև այս ընտրություններին եւ դա եւս մի խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի ձեռքերում ու նա վստահաբար սպառնում է ժողովրդին 3 գլխանի հրեշներով։ Չլիներ Ռոբերտ Քոչարյանը 3 գլխանի հրեշը կդառնար 2, չլիներ Գագիկ Ծառուկյանը, ով իսկապես անհասկանալի է, թե ինչ է կորցրել քաղաքականության մեջ, այդ 2 գլխանի հրեշը կդառնար 1 գլխանի։ Իսկ եթե հրեշն ընդամենը 1 գլխանի է, արդեն առասպելական չէ եւ գուցե իրականում մարդ է, ում սիրտը ցավում է իր երկրի համար։ Այսինքն այս չափազանցությունների դուռը կփակվեր եւ կմնար կառուցողական, քաղաքակիրթ, գաղափարական խոսակցությունը եւ հայ ժողովուրդն էլ կկողմնորոշվեր, ոչ թե այսպես կբաժանվեր իրար ատող խմբերի։ Բայց եկեք երազելը թողնենք, քանի որ երրորդն, այսինքն Սամվել Կարապետյանը նույնպես ըստիս իզուր է հավակնում այդ աթոռին։ Այսպես թե այնպես, ուզած-չուզած Սամվել Կարապետյանը կցված է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Եվ դա նկատելի է նույնիսկ այսքան զգուշավոր քարոզչության ընթացքում։ Այսպես կոչված քաղաքական արմատներն իրենց գործն անում են եւ այդ փաստը երևում է։ Այս ուժերն ակնհայտորեն հանդես են գալիս մեկ կենտրոնի հովանավորչությամբ եւ որքան էլ փորձեն իրարից հեռավորություն պահպանել, միևնույն է նրանց ճանապարհները խաչվում են։ Բացի դա, նրանք նման են իրար, քանզի ունեն ֆինանսական ահռելի կարողություններ, մեկն ուժեղ երկրի ուժեղ նախագահի ընկերն է, մյուսն ուժեղ երկրում ուժեղ հարստություն ունի եւ ինչպես ասում են, քացով է բացում ուժեղ երկրի ուժեղ նախագահի դուռը։ Մեզ նման ցավոք սրտի չկայացած պետություններում հեշտ է ժողովրդին մոլորեցնել նման խոսույթներով, քանզի մեզանում քիչ չեն մարդիկ, ովքեր կամ պատկերացում չունեն կամ էլ չեն ուզում հասկանալ, որ յուրաքանչյուր պետություն, հատկապես մեծ տերություններն ունեն իրենց շահերը եւ դրանք ընկերական շրջապատում սակարկման ենթակա չեն։ Այդպես չի լինում, որ ասենք մի երկրի ղեկավար ասի. «Լավ, Հայաստանի ղեկավարն իմ ընկերն է, ուրեմն մենք Ադրբեջանին զենք չենք վաճառում»։ Ոչինչ, որ մենք 1000 ու մի խնդիր ունենք, կարևորն ընկերությունն է։ Սա շատ պարզ օրինակ է, բայց չէ որ ես օդից չեմ հորինել այս օրինակը։ Ընդ որում ես որևէ երկրի չեմ մեղադրում իր շահերը սպասարկելու մեջ, պարզապես ուզում եմ, որ մենք պատրանքներ չունենանք եւ այդ պատրանքներով վաղը չգնանք ընտրության։ Դատելով Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի խոսույթից,
այն է 300,000 ադրբեջանցու վերադարձ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, Սյունիքը կորցնելու վտանգ եւ այլն, կարծում եմ ազգային ժողովում ընտրություններից հետո բովանդակային փոփոխություն մենք չենք ունենալու։ Լինելու է նույնը Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի թիմերի փոխհրաձգությունը հայ ժողովրդի նյարդերի հաշվին։ Իսկ թե ինչ հոգեբանական աղետ է այդ ճակերտավոր բանավեճը մեզ համար, կարծում եմ բացատրելու կարիք չկա։ Նման մթնոլորտում հայ քաղաքական միտքը լուծումներ չի գտնելու արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Ծանր իրավիճակներում այս ուժերը չեն միավորվելու, այլ պարզապես մեկը մյուսին դավաճան են անվանելու, իսկ հայ ժողովուրդը զգալու է իրեն որբացած ու անզեն։ Անկեղծ ասած, սա է իմ գլխավոր մտահոգությունը։ Շատ խոսեցի ընդդիմության մասին, եթե կարծում եք, թե Նիկոլ Փաշինյանին չեմ անդրադառնալու, սխալվում եք։ Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության դրոշակն է թափահարում եւ նույնիսկ համոզված ասում է, որ ինքը խաղաղությունն արդեն բերել է։ Խաղաղություն կլիներ, եթե Ադրբեջանի նախագահն ամեն օր սպառնալիքների լեզվով չխոսեր հայ ժողովրդի հետ, ռազմագերիներին, պատանդներին ազատ արձակեր, չխոչընդոտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, անհիմն պահանջներով հանդես չգար, խոսքը սահմանադրության փոփոխության մասին է, այն դեպքում, երբ իր երկրի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության մեծ մասն Ադրբեջան է ներկայացվում։ Եթե ինքն էլ կատարեր սահմանադրական փոփոխություններ, դեռ կարող էինք մտածել, որ դա հնարավոր է։ Եթե ադրբեջանական դասագրքերում հայատյացության քարոզ չիրականացվեր, գուցե մտածեինք, որ այո, կարծես սա էլ տեղից շարժվում է։ Եթե սահմանագծումն ու սահմանազատումը տեղի ունենար երկուստեք զորքերի դուրս բերումով, գուցե գործընթացը կասկածի տեղիք չտար եւ այսպես շարքը կարող ենք շարունակել։ Ինքներդ դատեք, այս ամենին շատ անվանումներ կարող եք տալ, բայց ոչ երբեք խաղաղություն։ Եվ Նիկոլ Փաշինյանն իրականում այսպիսի խաղաղություն է բերել։ Ինչ է ասելու Նիկոլ Փաշինյանը հաջորդ սահմանազատումների ժամանակ։ Միթե այն սկսվելու է Արծվաշենից կամ Ջերմուկից։ Իհարկե ոչ, եւ դա ես չեմ ասում։ Արագացված կերպով պետք է նախ եւ առաջ սահմանազատվեն եւ սահմանագծվեն թրիփի հետ առնչվող տարածքները։ Ես իհարկե կարող եմ հասկանալ եւ գիտակցում եմ, որ ծանր պարտությունից հետո ոչ մի երկիր չի խոսում իր երբեմնի ուժով ու երբեմնի դիրքերից, մենք նաեւ խաղաղության ձգտում ունենք, խաղաղությունը մեզ անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, որ այսօր մեր խաղաղությունը մենք նվաճել ենք, որպեսզի մեր ազգային ժողովում իսկապես կառուցողական խոսակցություն լինի, որպեսզի վճռորոշ պահերին իշխանությունն ու ընդդիմությունը միասնաբար հանդես գան եւ լրջախոհություն ցուցաբերեն, մենք որպես ազգ պետք է գնանք ընտրության եւ ընտրենք այնպիսի ուժերի, ովքեր քաղաքական խոսակցություն են տանում։ Պետք է ուշադրություն դարձնել համեմատաբար փոքր ուժերին։ Մինչ խոսքս շարունակելը նշեմ, որ ոչ մի ուժի ամբողջությամբ չեմ աջակցում, ես պարզապես ուզում եմ, որ մենք դուրս գանք այս երկիրը պառակտող քաղաքական միջավայրից։ Ես կուզեի, որ վերը նշված ընդդիմադիրներն ընդհանրապես չլինեն ազգային ժողովում, քանզի նրանք շարունակելու են նախորդների ոճով։ Կան ավելի թարմ եւ կիրթ ուժեր եւ ես ուզում եմ մի քանի օրինակ բերել ոչ թե որևէ մեկին գովազդելու համար, այլ որպեսզի մենք վերը նշված խոշոր եւ ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուժերից բացի վերջապես նկատենք նաեւ մյուսներին։ Օրինակ Լուսավոր Հայաստան, Էդմոն Մարուքյան եւ Կարպիս Փաշոյան, շնորհապետական կուսակցություն, բանիմաց եւ արժեհամակարգ ներկայացնող առաջնորդով կարելի է ընտրել նաեւ նոր ուժ կուսակցությանը Հայկ Մարությանի գլխավորությամբ ժողովրդավարական համախմբում եւ միասնության թևեր կուսակցություններին։ Եթե այս ուժերը գոնե ընդդիմության տեսքով անցնեն ազգային ժողով, ապա կարծում եմ մենք իրական քաղաքական համակարգի կայացման հիմքերը կդնենք։ Պիտի անկեղծ լինեմ, ինչու ես կտրականապես դեմ չեմ
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն։ Մեկ պատճառով, քանի որ նա այս ծանր ժամանակահատվածում իշխանավարել է Հայաստանում եւ ամենից լավ ինքն է տեղյակ այն մանրամասներին, որոնց մասին գուցե մեր ժողովրդի 99%-ը չգիտի։ Կյանքը ցույց տվեց, որ մեր երկրում իշխանության կտրուկ փոփոխությունը լավ բանի չի հանգեցնում եւ այսօր էլ չեմ ցանկանում, որ գան այնպիսի ուժեր, որոնք մեր կյանքերի գնով կսովորեն կառավարել։ Ամեն դեպքում թող հայ ժողովուրդն ընտրի նրան, ում հավատում է, վստահում, սա ընդհանրեն իմ կարծիքն էր, քանի որ կարծում եմ լռելը ճիշտ չէ։ Այսքանն էի ուզում ասել այս թեմայով, շեշտեմ, որ ես ոչ ոքի դուր գալ չեմ ցանկանում, հայրենասիրական ճառեր չեմ ուզում ասել, ոչ մի ուժի կամ անձի չեմ ուզում վիրավորած լինել իմ խոսքով, պարզապես սա իմ պատկերացրած լուծումն է այն առաջարկներից, որ մենք այսօր ունենք։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս Telegram, Facebook, TikTok, կարող եք աջակցել ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով։ Այցելեք իմ taronglac.com կայքը եւ կարդացեք իմ Բաբելոնի խոպան էսսեն։ Լավ եղեք եւ հիշեք, որ ձեր ընտրությունից է կախված մեր բոլորի վաղվա օրը։ Մինչ նոր հանդիպում։